կարծիքով վերջին 100-ամյակում հայկական պետականությունը չի եղել այսպիսի երերուն վիճակում, ինչպես հիմա է։ Իմ կարծիքով մենք պաշտպանության ֆորումներ հրավիրելով ուշադրություն ենք դարձնում Հայաստանի պաշտպանունակության վրա, հասարակության ինքնագիտակցության բարձրացմանը և աշխարհաքաղաքական այս զարգացումները, ինչ կատարվում է աշխարհում, մեր ժողովուրդը հիմա շատ ավելի քաղաքականացված է և տեղեկացված է, փառք Աստծո։ Իմ կարծիքով այսօր, այս պահին շատ կարևոր է պաշտպանության և պաշտպանունակության անվտանգության խնդիրները լուծել, որովհետև դա այսօր հայ ժողովրդի ինքնության բաղադրիչներից մեկն է, եթե ոչ գլխավորը, որովհետև մեր անվտանգությունը, մեր պետականությունը վտանգված է։ Եկեք հասկանանք, որ դա իրողություն է։ Իմ եզրակացությունը այսօրվա մեր հավաքույթից շատ կուզենայի, որ այդ գաղափարը ստեղծել մի խորհուրդ համահայկական այս հարցերը արծարծելու համար պետք է ներգրաված լինեն ռազմավարագետներ, չգիտեմ այդ բառը ռազմավարներ որն է ճիշտը, այնուամենայնիվ հասկանում եք ինչ եմ ուզում ասել, և զինվորական բարձր դասի ներկայացուցիչներ և անպայման ներգրաված լինեն դիվանագետներ այդ խմբում, դա չլինի ձևական, ինչ-որ հանձնաժողով և այլն, դա լինի գործող կենդանի կառույց, որը իր մեջ ներառի պատասխանատու մարդկանց, շահագրգիռ իրոք ազգի խնդիրներով մտահոգ մարդկանց, որոնք չեն զլանա ներդնել իրենց ժամանակը, իրենց թանկ ժամանակը և զբաղվեն լրջագույն հարցերով, պաշտպանունակության լրջագույն հարցերով։ Դա ուրեմն իմ կարծիքով պետք է լինի մտքի կենտրոն, ռազմավարական մտքի կենտրոն, որտեղ լինեն անպայման մասնագետներ։ Շատ շնորհակալ եմ հավաքույթի կազմակերպիչներին, հատկապես պարոն Սիմոնյանին, և հաճելի էր լսել կառուցողական ելույթներ, մտքերի փոխանակություն, ինձ թվում է հաջողված է, ուղղակի հիմա ես ուզում եմ իմանալ արդյունքը, ինչ արդյունք մենք կունենանք այսօր, կարևորը դա է, շնորհակալություն։